Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես երկուշաբթի Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակը, պարոն Սուքասյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ այնինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, իսկական լծակներ են իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Այս հատվածը իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Կխնդրեմ մեկնաբանեք, որպեսզի շատ ավելի, այսպես ասած, պարզ հասկանանք, ինչի մասին է խոսքը։ Չգիտեմ, այդ մտքերի մեջ խորանանք, ինչ-որ բան որոնենք, հարցը կարծում եմ ավելի լայն կոնտեքստով կարելի է նայել։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր արտաքին քաղաքականության մեջ գրկած բալանսի քաղաքականությունը որոնել Հայաստանի Հանրապետության համար անվտանգության երաշխիքներ, ստեղծել իր շուրջ այնպիսի ուժերի հաշվեկշիռ, որը Հայաստանին կտա կայունություն եւ անվտանգ կյանք։ Դրա մեջ կարևոր դերակատարություն ունի Ֆրանսիան իր ներկայությամբ, եւ եթե նայենք, հետեւողական շարունակություն կա, Ֆրանսիան այստեղ նշանակեց ռազմական կցորդ, բացվում է հյուպատոսություն Գորիսում, որը Ֆրանսիայի համար հարազատ տեղ է, որտեղ Գորիսը որպես քաղաք նախագծվել է ֆրանսիական նախագծով, հարազատ տեղ է իրենց համար, եւ ինձ թվում է, եթե միտումները շարունակվեն, ապա նաեւ այս հյուպատոսությունը հիմք է, որպեսզի վաղը կարող է մյուս օրը չխորանանք, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն հանգիստ հապկից կարող է դուրս գալ։ Տեսեք, այստեղ նշվում է իրավիճակի վրա ազդելու։ Մենք գիտենք, որ Սյունիքում պարբերաբար մերթ ամեն դեպքում կրակոցներ են հնչում Ադրբեջանի զինված ուժերի կողմից եւ Սյունիքի մարզպետն էլ ասաց, որ մոտ 3 ամիս է, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում։ Արդյոք սա կարող է զսպաշապիկ լինել Բաքվի համար։ Կարող է, շատ չէ, բայց կարող է։ Կարծում եմ հիմքը մեր տարածաշրջանի այդ հատվածի աշխարհաքաղաքական կարևորությունը ընդգծելն է, որովհետև դե մենք վերջերս իհարկե լսում ենք էլի շատ տենց հետաքրքիր ոռնոցներ կան նորից, Բամիջանսկ, չգիտես ինչ։ Հանրավար սա հավանաբար չէ, վստահ եմ, որ սա այդ հայտերից մեկն է, որ այս կոմունիկացիաները մեր կարևոր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև ենթադրեմ հավաքական արևմուտքի համար, որը այս տարածաշրջանում ներկայանում է Ֆրանսիայով, Եվրոպան ասենք էլի։ Եվ այո, սրանք մանր չասենք, բայց սրանք դրվագներ են, որոնք առանձին վերցրած հարցը չեն կարող կանխել, բայց հավաքականորեն, եթե այդպիսի դրվագներ շատ լինեն, կարող են։ Մենք այս հարցը առանձին չպետք է դիտարկենք մեր մինչ այդ արած քայլերից։ Սա համաբույլ է քայլեր Եվրոմիության դիտորդներ, ռազմական կցորդ Ֆրանսիայի կողմից, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր, հյուպատոսություն, հիշում եք, որ մենք 3 տարի է Ռուսաստանը մեր ներվերը ուտում է, որ ինքն էլ մի հատ բան բացի այնտեղ, հələ հավանաբար լրտեսների որջը, բայց պարզվում է Ֆրանսիան է հյուպատոսություն բացում, եւ սրանք եթե այս բոլոր քայլերը մեկ զանդուղի մեջ դնենք, ապա հավաքականորեն սրանք կարող են, ոչ թե կարող են, այլ հաստատ ազդում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձրացմանը եւ նաեւ Ադրբեջանի ախորժակը զսպելուն։ Դուք ասացիք, որ Ռուսաստանի 3 տարի փորձում է, այսպես ասած, հյուպատոսություն բացել, որակեցիք նաեւ հավանաբար լրտեսների որջը, այս երբ Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը, ռուսական լրատվամիջոցները նորից անդրադարձան այդ հարցին եւ նշում են, որ խնդիր են ստեղծում, որպիսի Սյունիքում չբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը։ Դուք այդտեղ խնդիր տեսնում եք մեր կողմից։ Չէ, ընդհանրապես, եթե Սյունիքում Ռուսաստանը ունենա հյուպատոսություն։ Այո, որտեվ ես պնդում եմ, որ դա լրտեսության որջի է վերածվելու, խառնակցությունների որջի, ինչը Ռուսաստանը սովոր է, բայց նաև մեր որպես պետության հեղինակության անկմանն է նպաստելու։ Որտեղ կա ռուսական ներկայություն, այդ պետության հեղինակությունը շատ ցածր է։ Բայց նաև
քանի որ մենք գիտենք, որ ցավալիորեն է այդպես։ Օրինակ ես չէի ուզենայի, որ այդպես լինի, բայց այդպես է։ Ռուսաստանը օգտագործում է բոլոր հնարավոր կամ անհնարին պատերվածները իր ներկայությամբ կոնֆլիկտացին բացի ներդնելու։ Դրա համար է, որ հա, մենք ինքներս պետք է ամեն ինչ անենք, փորձենք, որ ռուսական ներկայություն այդտեղ չլինի եւ Ռուսաստանը մեզից պետք է չնեղանա։ Իսկ եթե նեղանում է, թող նեղանա։ Դրա համար կամ կա երկրորդ տարբերակը, եթե ենթադրենք Հայաստանի ուժը բավարար չի, օրինակ թույլ չտալու, որ Ռուսաստանը այդտեղ ներկա լինի, ապա բոլոր հակակշիռները պետք է ստեղծվեն։ Դրանցից մեկը Ֆրանսիայի հյուպատոսությունն է։ Նախ պարզ է, չէ, որ ինչու է առաջին հերթին Ֆրանսիան, որովհետև Ֆրանսիան Իրանի հետ ամենամերձ պետություններից մեկն է։ Իրենց համար դա հարմար տեղ է բանակցելու համար Իրան-Ֆրանսիա, բայց ամեն դեպքում, եթե հանկարծ ուժներս բավարար չի, մի հատ էլ Անգլիայի դեսպան հյուպատոսություն պետք է բացի, կարողանք հակակշռել։ Բայց միտումները ցույց են տալիս, որ եթե այս 3 տարիների ընթացքում չեն բացվել, ուրեմն Հայաստանի Հանրապետություն ունի բավարար ուժ թույլ չտալու դա։ Տեսեք, նույն ռուսական լրատվամիջոցները նաև ասում են, որ Ֆրանսիայի պատվո-հյուպատոսության բացումը կարծես թե միտումնավոր է արվում, որ Ռուսաստանը հետզհետե դուրս գա մեր երկրից, բայց շատ քաղաքագետներ ասում են, որ Ռուսաստանը արդեն կամովին հեռացել է մեր երկրից կամ այդ ճանապարհին է։ Դուք ինչպես եք կարծում։ Եթե նույնիսկ Ռուսաստանի ասածն է, հա, հենց այդտենց էլ կա։ Իսկ իրենք ինչ են պատկերացնում, իրենք անեն ոչիրներ, մենք ասենք չէ, լավ է մնացեք այստեղ, եթե այդպես է, լավ ենք անում, եթե պետք լինի, մի հատ նորից այդպես լավ կանենք։ Բայց հա, երկրորդ տեսակետն էլ է ճիշտ, որ Ռուսաստանը կամովի է հեռանում։ Իհարկե չուզենալով կամովի։ Ինքը ուներ հարմար տեղ, որ ենթադրել էր իր երազի մեջ էլ չէր կարող հայտնվել Արցախում, թողես փախավ։ Ինքը շատ տեղերից է հեռանում, մի քիչ էլ մենք ենք օգնում եւ մենք ինչքան կարող ենք պետք է օգնենք, որովհետեւ եթե մենք ուզում ենք որպես պետություն մեր ինքնիշխանությունը լինի կայուն, ապա մենք չենք կարող ծանրացած լինել մեկի մարմնի վրա, որն է Ռուսաստանը։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ պետք է անի, որ ռուսական ներկայությունը Հայաստանում լինի մինիմում։ Եվ դա եթե ռուսները խելք ունեն, իրենց շահերից էլ է բխում։ Տեսեք, պարոն Սուքերսյան, դուք ասացիք, որ կարող է պատվո-հյուպատոսությունը նպաստել, որ ամեն դեպքում կրակոցները նվազեն Սյունիքում։ Իսկ այդ կրակոցների նպատակը ո՞րն է։ Մի կողմից խոսել խաղաղության համաձայնագրի տեքստի մասին, մյուս կողմից խոսել խաղաղության հենց մասին, բայց ամեն դեպքում այդ կրակոցները մերթ-ընդմերթ հնչում են։ Տարբեր պատճառներ կա։ Այդ պետությունը անկյուն կանգնեցված պետություն է հիմա։ Շատ չափազանցնենք, բայց այդպես է իր վիճակը, որովհետև Ադրբեջանը չէր պատկերացնում, որ կարող է ինչ-որ բան մեզ հետ բանակցել։ Ուր մնաց բոլոր կետերը բանակցել պրծնել։ Ըստ էության, եթե նայեք, այդ խաղաղության պայմանագիրը ստորագրված պրծած է, ձևական կողմն է մնում, որովհետև 17 բոլոր կետերը բանակցված են, չէ՞։ Մնում է մի հատ ձևական ստորագրություն դրվի, բայց պարզ է, որ ինքը դա չի ուզում։ Պարզ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը իր պոտենցիալով չի հասել դրան։ Մենք դրան հասել ենք լավ աշխատելու արտաքին քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա բերելու արդյունքում։ Հիմա այդ պետությունը, բայց նաև չի ուզում, որովհետև շատ նպատակներ ունի, չի ուզում, որովհետև շատ մեծ պարտք ունի Ռուսաստանին տալու, որովհետև դե 40 անգամ ասել ենք, հիմա էլ ասեմ, այդ պետությունը միայնակ չէր կարող անել այն ոչինը, որ արել է։ Արել է Ռուսաստանի հետ եղբայրաբար գաղտնի պայմանավորություններով։ Մի քիչ էլ խնդրեմ ունի, որովհետև եթե ինքը գա մեզ այդ խաղաղության պայմանագիր կնքելու, որի հավանականությունը իհարկե մեծ է, ինքը Ռուսաստանից հարվածներ է ստանալու, որովհետև իր այն գինը, որ ինքը ստացել էր, դա պետք է լիներ Հայաստանի կյանքը ցնցել է, բայց ինքը դա չի կարողանում անել։ Պարզ է, որ պարտքի մի մասը չի կարողանում տալ Ռուսաստանին, դրա համար հա, պիտի ձևացնի, որ չի ուզում, պիտի մխտարի, պիտի ձգձգեն հասկանալու համար ինչ է հնարավոր անել։ Նույնիսկ աշխարհում ինչ-որ բաներ փոխվի եւ իրենք հնարավորություն են չստորագրելու, այսինքն իրենց խնդիրը ձգձգելն է, մեր
հասարակության մոտ տագնապի բացիլը պահելն է, երբեմն նաև որոշակի վախեր տարածելն է, իշխանության լեգիտիմության վրա ազդելն է, դες իշխանության լեգիտիմությունը ընկնի։ Ռուսաստան ունի հարմար գործիքներ, այդ հարմար գործիքների լեգիտիմությունը մի քիչ բարձրացնի, տարբեր բաներ են, էլի։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, այստեղ ներողություն, որ դուք ասում եք իրար հետ պայմանավորված եղբայրաբար, այսպես ասած, պայմանավորված այդ ոճիրը արեցի, նկատի ունեք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը եւ պայմանավորվածությունը, որ ցնցեր Հայաստանը, էլի Ռուսաստանի հետ պայմանավորվածություն եւ այս կրակոցներն էլ ուղիղ կարող են նաեւ Մոսկվայի ցուցումով լինել։ Հենց այդպես էլ կան, որովհետեւ նայեք ընդհանրապես աշխարհում մարդու իրավունքները շատ են զարգացել։ Այսօր նույնիսկ կան տեսություններ, տեսակետներ, որոնք պնդում են, որ մարդու իրավունքը պետության իրավունքին արդեն գերազանցում է։ Հիմա այս մարդու իրավունքների սրբազան դարաշրջանում ինչպես է հնարավոր 120,000 մարդու մի օրվա մեջ տնից հանել շպրտել դուրս, ինչպես է դա հնարավոր։ Այն էլ անողը բան չի, ասենք մակեդոնացին չի, անողը ով է, մի հատ Ադրբեջան է, բայց մարդը կարողացավ դա անել, հայրենիքից հանի, տներից հանի դուրս, ունեցվածքը սեփականաշնորհ մի օրվա մեջ։ Ինչպես է դա արել։ Դա արել է Ռուսաստանի հետ, որովհետև գերտերություն, ու այն ժամանակվա պատկերացմամբ գերտերություն է, չէ՞, հովանավորը, արել են դա։ Դրապես սա Ռուսաստանի ցուցումը է, իրենք իրար հետ են։ Այլ բան է, որ ինչ որ պահի կարող է Ադրբեջանը թուրքական ավանդույթի համաձայն քցի իրենց, կարող է։ Բայց ինձ թվում է ուժը չի հերիքի։ Եթե Թուրքիան լիներ կարող էր քցել, բայց իր ուժը չգիտեմ, բավական է թե չէ։ Դրա համար իրենք իրար հետ են, իրենք անընդհատ մեր կյանքը փորձել են անհանգիստ պահել։ Այսինքն Ռուսաստանը թույլ չի տալիս, որպեսզի Բաքուն ստորագրի խաղաղության համաձայն։ Իրեն նայեք ոնց է, տարբեր տեսանկյուններից կարող ենք հարցը քննել։ Եթե Ալիևը խելք ունենա, իրեն ձեռնտու է ստորագրի։ Բայց քանի որ թուրքական ավանդույթի կրող է, այդ ժողովուրդները մեր նման չեն մտածում։ Այդ ժողովուրդները տարածք սիրող ժողովուրդ են, ինչ ուզում եք արեք, տարածք են։ Ընդհանրապես պետությունները տարածք են սիրում։ Օրինակ հայ օլիգարխները սիրում են, ասենք ինչ, խաշ, խորոված ու լիքը խոլեստերին։ Իսկ պետությունները սիրում են տարածք, հատկապես դրանք։ Իրենց բնազդային հիմքերի մեջ եթե նայենք, մի քիչ էլ չեն ուզում։ Բայց եթե աշխարհաքաղաքական իրողությունները նայենք, իրենք թե խելք ունենան, կուզենան։ Բայց ինչու է որ չեն ուզում, որտեվ էլի եմ ասում, մեծ գործարք կա, ողջրային գործարք, որը ինքը արել է Արցախում եւ արել է պատվերով, ինքն էլ պարտք ունի տալու։ Պարտքը Հայաստանի վրա հարձակումն է, որսի Հայաստանը չկարողանա դիմադրել եւ հանձնվի Ռուսաստանին, այդ է նպատակը։ Երկրորդ մասը մնացել է անավարտ։ Իսկին հիմա դեռ այդ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Այո, ուժի մեջ է, պարզապես իրենց պոտենցիալը բավարար չի, որ դա իրականացնեն։ Որտեւ այս ընթացքում շատ բան է փոխվել աշխարհում։ Եվ ես վստահ եմ, որ փոխվել է Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումով։ Դա ուղերձ էր Թուրքիային, Ադրբեջանին, որ չափել ճանաչեք, որտեվ ինչու հանկարծ որոշեցին այդ ժամանակ ճանաչել ցեղասպանություն, ինչի համար։ Որտեվ ինչ որ մեկը Վիլսոնի մասին գիրք է գրել, Բայդենն էլ կարդացել, զարմացել է, որովհետև այսօր Հայաստանի կյանքը ցնցող ինչ որ 400 տարվա պատմություն ունեցող կուսակցություն, դենց Ամերիկայում լոբինգ էր արել, չէ՞։ Աշխարհաքաղաքական իրողությունները փոխվեցին, տարածաշրջանում, քանի որ բալանսը շատ էր փոխվում եւ ռուս-թուրքական գործարքը շատ մեծ էր, հենց այդտեղ ճանաչեցին։ Եվ մեր պետության ինքնիշխանության ամրապնդումը եւ անվտանգության որոշակի երաշխիքը այդտեղից է գալիս։ Չափավորեցին, ոզից բնել են, բերել են, բանակցում են։ Բայց պարզ է, որ այս մարդիկ չեն ուզում, ելքեր են որոնում։ Իսկ Թրամփի գալով որևէ բան փոխվում է այդ առումով, հաշվի առնելով ամեն դեպքում Թրամփ-Պուտին հարաբերությունները։ Ոչ։ Կոնկրետ մեր, այսինքն հավանականությունը չկա։ Թրամփ-Պուտին հարաբերություն չկա։ Կա ԱՄՆ, որը ունի հաշվարկներ, որի հաշվարկների մեջ որոշակի փոփոխություններ են եղել։ Փոփոխություններ շատ են ասել, հիմա էլ եմ ասում։ Նոր մեծ գլոբալ
բալանսի որոնումն է։ Հիմա ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն վերլուծություններ իրենք ունեն, որ այս պատերազմի շարունակվելու դեպքում այս պոտենցիալով Ռուսաստանը փլվելու է։ Եվ իրենց ձեռնտու չի Ռուսաստանի փլուզումը։ Հավանաբար դա է պատճառը, որ իրենք չեն ուզում Ռուսաստանի փլուզում։ Իրենք ուզում են չափավոր Ռուսաստան, մենք էլ ենք դա ուզում։ Որտեղ Ռուսաստանի փլուզման պարագայում Ռուսաստանի ամբողջ ռեսուրսը վերցնելու ամենամեծ հավանականությունը ունի Չինաստանը։ Իսկ այդ դեպքում ուժերի հաշվեկշիռը շատ է փոխում։ Չինաստանը կդառնա անվերահսկելի։ Դրա համար ինչ են անում։ Ռուսաստանի ռեսուրսը Չինաստանի ոտքերի տակից հանում են։ Ուկրաինան մնալու է անկախ, զարգացող պետություն, ինչ տեսքով դա էլ հարց է։ Բայց Ռուսաստանի փլուզումը չեն թողնում, որտեղ նոր ուժերի հաշվեկշռի մեջ այս դետալը պետք է։ Ռուսաստանը որպես դետալ պետք է նոր աշխարհակարգի մեջ։ Թե չէ որ թողենք փլվի։ Դրա համար, ասինքն, այդ իհարկե դրել են բաներ են, Թրամփ, Պուտին, չկա այդպիսի հարաբերություններ։ ԱՄՆ-ն աշխարհի այնտեղ հո մարդով չի որոշվում։ Դա ինստիտուցիոնալ պետություն է, մի փոքր ավել, մի փոքր պակաս։ Դրա համար կարծում եմ այս գլոբալ հաշվարկի մեջ Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի մեղմացում կա, բայց որը մեր տարածաշրջանի վրա ազդելու մեծ պոտենցիալ չունի։ Պարոն Սուքիասյան, իսկ արևմուտքը չունի բավարար ռեսուրս, թե չի կարողանում, այսպես ասած, ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի պարտադրի ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Ունի, պարտադրել են, այսօր եկել է բանակցության, միայն մեր ուժով չի եղել։ Ընդ որում այդ բանակցությունները ոչ միայն Ադրբեջանը չի ուզել, այլ նաև Ռուսաստանը չի ուզել, որ Ադրբեջանը չուզի, այլ նաև խանգարել է, հազարում մեր ներքաղաքական կյանքն է ցնցել, Հայաստանում ինչ այլանդակություն ասես այդ խաղաղության պայմանագրին կպցվել է, նույնիսկ Հայաստանի ներսից են գնացել սիգնալներ, որ չստորագրվի, որ չբանակցվի, բայց եթե դա բանակցվել է, դա նշանակում է արտաքին ճնշում կա, ընդ որում ոչ միայն ճնշում է, այլև աջակցությունն է Հայաստանին, ոսի Հայաստանը իր ներքին պոտենցիալը հավաքի։ Դրա համար ինքը ենթադրում այդ պետությունը անկյուն կանգնած պետություն է։ Հիմա մնացել է վերջի դետալը, չէ, որովհետև գլխավորը հոյ ստորագրել չի։ Բանակցվել է փաստաթուղթը։ Հիմա ինքը ինչ հիմք ունի դա չստորագրել, ինչ է բացատրելու աշխարհին։ Իսկ ինչ էլ որ բացատրի, դա Ադրբեջանի համար մինուս է։ Ես իրենց առաջարկում եմ շարունակեն ձգձգել, որտեղ դա այդ պետության հեղինակությանն է վնաս, ոչ թե մեր։ Եվ չեմ կարող չհարցնել վերջին շաբաթվա, այսպես ասած, ամենաթեժ քննարկման մասին իշխանություն եկեղեցի, ինչպես է դա անդրադառնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ես կարծում դրականորեն։ Իհարկե հզարոսներ կան, որ եկեղեցուն չպենախ մեկ, ով է եկեղեցուն կպնում։ Դասա մեր վերլուծական դաշտ կլինի, քաղաքական դաշտ կլինի։ Աղբոր նման էլ, եթե որ դուք այտենց տափակ վերլուծություններ եք անում, եկեղեցուն կպենք, որը մեկը եկեղեցուն չի կպել։ Ինչ որ արվում է հանուն եկեղեցու։ Այլ բան է, որ եթե դուք կարող եք ժամանակագրությունը քննել, ինչու է հիմա իշխանությունը նման բաներ։ Օրինակ իշխանությունից առաջ մենք 3 տարի դրա մասին խոսում ենք, որ մեր եկեղեցու պետերը ու երևացող հատվածը մեր եկեղեցուն չի ծառայում, ոչ էլ քրիստոնեությանն է ծառայում, ոչ էլ հավատարիմ է մեր դավանանքին։ Եվ գիշեր-ցերեկ այլասերում մեր հոգևոր կյանքը եւ բոլոր այն տեսակետները, որ չի կարելի եկեղեցու հոգևոր դասին կպնել, ով ասել, լավ էլ կարելի է։ Իրենք մեր եկեղեցու պատմության մեջ դետալ են։ Մեր եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի։ Իրենք մեր եկեղեցու պատմության մեջ դրվագներ են։ Մարդիկ են, որոնք մեր եկեղեցին ինչ է դարել։ Եկեղեցին չէ, մեր եկեղեցու ղեկավար դասը մեր եկեղեցին վերածել է քաղաքական գործիչներ արտադրելու լաբորատորիայի։ Արտադրում շպրտում է փողոց, ամեն մեկի վրա մի բան, մեկը սառեցված, մեկը սարփազան, մեկի սարփազանի տեղակալի, շուտ էս բաներ կա։ Ցավալի է, որ մեր եկեղեցին, որը հասարակություն, պետություն, սոսնձող նյութն է, զբաղված է լրիվ ուրիշ բանով։ Դրա համար նորմալ է, որ մեր եկեղեցին պիտի ազատագրի, մեր եկեղեցին, ես պնդում եմ, օկուպացված է։ Հիմա էլ եմ ասում, բառերի մեջ չխորանանք, կարելի է միշտ լինել նրբանկատ, մի բառ ավել, պակաս ասել։
բայց հիմա հարցը լրիվ տարված է ձևայնացման, այս բառը լավ չես ասել, ես չես ասել։ Մի հատված կա, ասում են ինչու հիմա սկսվեց այս։ Դե հա, հիմա այդ հարցը է, ինչու հիմա։ Դե հիմա այդ հարցն էլ կա, ինչու հետո։ Მე ամեն ես էլ այդ հարցը կարող եմ տալ։ Ահա շուտ պետք է արվեր, որտեվ մենք կոնկրետ, մենք 43 տարի ասում ենք, այս կաթողիկոսը դա ցավալի բան է։ Լավ չի մեր համար։ Ոչ մի ժողովրդի համար հասկանալի չի։ Դուք աշխարհում չեք գտնի որևէ ժողովուրդ, որը ունի եկեղեցի, ընդ որում մերը առանձնահատուկ է։ Մենք մեր եկեղեցին սովորական ինստիտուտ չի մեր կյանքում։ Դա մեր պետականաստեղծման մեջ եւ պետության կառուցվածքի մեջ կարևորագույն է, չեք գտնի աշխարհում որևէ եկեղեցի, որի հոգեվոր առաջնորդը պետության դեմ դուրս կա։ Չեք գտնի։ Բայց այս մարդիկ ինչ են անում։ Այս մարդիկ ոչ հավատարիմ են մեր քրիստոնեությանը, ոչ օգտվում են քրիստոնեության բարիքներից, ոչ մեր եկեղեցու դավանանք են։ Գիշեր ցերեկ օտարպետության շահերով, ձևական թեզիսներով պետության դեմ են գրում։ Դա համար հա, նաև նկատի ունենանք, որ նաև մեր եկեղեցու շնորհիվ է, մեր եկեղեցու չէ, մեր եկեղեցու հոգևոր դասի շնորհիվ, որ մեր մոտ բարոյական անկում կա, հոգևոր անկում կա, մշակույթի ցածրություն կա։ Դրա համար սրա մեջ նման բառեր կլեն մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Իսկ եթե իրենք ուզում են մեր եկեղեցուն եւ Աստծուն ծառայեն, իրենք պիտի գնան զբաղվեն ճգնավորությամբ հանուն Հայաստանյաց Արաքելական Սուրբ եկեղեցու։ Ես իրենց ուզում ասել հետեւյալը. մեր եկեղեցու իսկական անվանումը Հայաստանյաց Արաքելական հայ չի։ Հայաստանյաց, այսինքն դուք պիտի պետությանը ծառայեք, բայց մեր պետությանը, ոչ թե ուրիշի։ Հիմա իրենք ուրիշի պետությանն են ծառայում, դրա համար կլինի ինչ որ լինում է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքասյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։